Գյումրի բժշկական կենտրոնի նյարդաբանության և կաթվածի բաժանմունքը նախաձեռնել էր մասնագիտական քննարկում հանրապետական շտապօգնության հյուսիսային տարածաշրջանի ենթակայինների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպմանը ներկային գտնվել մարզերի շտապօգնության պատասխանատուներն ու բժիշկները։ Համարում եմ շտապօգնությունը թիվ 1 ծառայություններից հանրապետությունում, որը սկիզբ է տնում հենց առաջին, մենք որ ասում ենք մեր ընդունարանը հիվանդ իրենց շփում, առաջինը ոչ շփումն է մեր շտապօգնության քույրը, բժիշկը եւ այդ շփումից այդ առաջի պահից սկսվում է այն ամբողջ համակարգված աշխատանքները, որը պետք է բերի դրական արդյունք։ Բաժանմունքի ղեկավար Ժորա Բաղդասարյանը կարևորեց երկկողմանի քննարկումները շտապօգնության բժիշկների հետ միասին խնդիրների բացահայտման եւ համակարգի բարելավման ուղղությամբ։ Շտապ բուժօգնության օղակն է, որ առաջինը տեսնում է կաթվածի նշանները, ճանաչում է կաթված եւ դրանից հետո իրենց ճիշտ կազմակերպված աշխատանքն է, որ հետագայում կարող է բերել լավ արդյունքների, այսինքն կաթվածի նշանների արագ ճանաչում, հիվանդի արագ տեղափոխում ճիշտ հիվանդանոց, որտեղ կարող են ժամանակակից մեթոդներով բուժել կաթվածը։ Ֆրանսիայից հրավիրված նյարդաբան Սամվել Աղասարյանն էլ իր հերթին կարևորեց շտապօգնության օղակի եւ կաթվածի կենտրոնի կապի հստակեցումը, քանի որ կաթվածի դեպքում յուրաքանչյուր րոպեն ու ժամը կարևոր են։ Փոխհարաբերությունները եւ որպես շտապօգնությունը ավելի լավ կարողանա ճանաչել կաթվածը, ավելի շուտ կարողանա բերել հիվանդանոց եւ առաջացող հարցերի դեպքում ավելի հարմոնիկ, այսպես համագործակցություն տեղի ունենա եւ ինչպես ասում են նախահոսպիտալիզացիայի ցանցը ավելի սահուն գործի։ Սա շատ ավելի կարեւոր է մարզերում, ինչպես գիտեք, մարզերում բնակչության քանակը ավելի քիչ է, մարզերում ավելի նոսր է բնակչությունը, ճանապարհները ավելի դժվար անցանելի են եւ իհարկե ավելի դժվար է կաթվածը շուտ ճանաչել եւ բերել հիվանդանոց, բերել կաթվածի կենտրոն եւ ստանալ այն արդյունքը, որը մենք ակնկալում ենք։ Երկկողմանի քննարկումները շտապօգնության բժիշկների հետ խնդիրների բացահայտման եւ համակարգի բարելավման ուղղությամբ շտապօգնության ռեֆորմների ֆոնին ավելի քան անհրաժեշտ են։ Ինչպես գիտեք, շտապ բուժօգնության օղակում վերջերս մեծ ռեֆորմներ են տեղի ունեցել եւ հիմա Գյումրին կառավարող դեր ունի հյուսիսային ամբողջ մարզերի մեջ եւ մենք Շիրակի մարզի հարևան մարզերից հրավիրել ենք մեր շտապօգնության աշխատակիցներին, որպեսզի թարմացնենք մեր գոլեգաների գիտելիքները կաթվածի առումով, ինչպես նաև կազմակերպենք քննարկումներ եւ երկուստեք վերհանենք այն բոլոր խնդիրները, որոնք խանգարում են, որպեսզի հիվանդը ժամանակին եւ ճիշտ հիվանդանոց հասնի։ Գիտեք, որ մեծ բարեփոխումներ են տեղի ունենում շտապօգնության բնագավառում, դառնում է միասնական կառավարում եւ միանշանակ շատ կարեւոր են նման հանդիպումները, քննարկումները, որպեսզի համագործակցությունը դառնա առավել արդյունավետ, կարողանանք մեր ազգաբնակչությանը առավել արդյունավետ բուժօգնություն ցուցաբերենք։ Գործնական քննարկումները միտված էին նախահոսպիտալ փուլում կաթվածի ճանաչման, բուժառուների տեղափոխման եւ բուժման շղթայի ամբողջականացմանը, ինչը մասնագետների համոզմամբ կբերի ավելի արագ արձագանքի եւ բարձր արդյունավետության։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ 2018 թվականից հետո Գյումրիում 43 միլիարդ դրամի կապիտալ շինարարություն է իրականացվել ուղիղ կառավարության միջամտությամբ, որի մեջ ներառված են նաև զբոսաշրջային կլաստերի հատվածը, փողոցաշինությունը։ Դրանք նպաստում են Գյումրու զբոսաշրջության զարգացմանը։ Այս մասին ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասել է Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը։ Մարզային նշանակության ավտոճանապարհների պահպանում նախատեսվել է 402 միլիոն 790 հազար դրամ եւ կուզենամ ներկայացնել դոտացիաները համարտեցումը մարզի թվով 6 համայնքների նախնական հաշվարկով նախատեսվել է 12 միլիարդ 84 միլիոն դրամ դոտացիա, որը 25 թվականի նկատմամբ աճել է 1 միլիարդ 378 միլիոն դրամով։ Գյումրի քաղաքը 4 միլիարդ 453 միլիոն 637 հազար դրամ, 25 թվականի համեմատ աճել է 438 միլիոն դրամով։ Արտիգը 2 միլիարդ 592 միլիոն, 25 թվականի համեմատ աճել է 295 միլիոն դրամով, Ախուրյանը 2 միլիարդ 664 միլիոն
25 թվականի համեմատ աճել է 311 միլիոն դրամ, անին 1 միլիարդ 122 միլիոն 354 հազար դրամ, 25 թվականի հետ համեմատած աճել է 127 միլիոն դրամ, Աշոցքը 753 միլիոն 993 հազար դրամ, աճը կազմել է 153 միլիոն դրամ, Ամասյան 497 միլիոն դրամ 25 թվականի նկատմամբ աճը կազմել է 62 միլիոն դրամ։ Գյումրու Շիրակի մարզի զբոսաշրջությունը շատ կարևոր հատկանշական դեր ունի ոչ միայն Շիրակի մարզի համար, նաև Հայաստանի Հանրապետության, որովհետև գիտեք Գյումրու կենտրոնը Գումարի արգելոց թանգարան է եւ պատմամշակութային արժեք ներկայացնող շենք-շինություններով երևի թե ամենաշատ արժեք ունեցող շենքեր կամ ընդհանուր մշակութային գոտոներ Շիրակի մարզում կան, Գյումրին մասնավորապես։ Գյումրի օդանավակայանը գիտեք արդեն լեռնակայի թռիչքներն են վիզերը արդեն նոր ուղղություն է բացել, դա կառավարության ծրագրի աջակցության ծրագրի շնորհիվ է եւ շարունակում են այդ ծրագրերը յուրաքանչյուր ուղևորի համար նոր բացված Շիրակ օդանավակայանից ուղևորության համար յուրաքանչյուր ուղևորի համար 15000 դրամ կառավարությունը սուբսիդավորում է ավիաընկերությանը խտանելով Գյումրու Շիրակ օդանավակայանի զարգացումը բոլոր այն ծրագրերը, որոնք տեղ են ունենում Գյումրիում ու աննախադեպ ծրագրերի մասին ենք խոսում, հենց մասնաբաժին ունի նաև զբոսաշրջության զարգացումը այդ հարցում, օրինակ 43 միլիարդ դրամի 18 թվականից հետո կապիտալ շինարարություններ են արվել ուղիղ կառավարության միջամտությամբ տարածքային զարգացման հիմնադրամ կամ քաղաքաշինության, որի մեջ զբոսաշրջային կլաստերի հատվածն է կա, ու փողոցաշինությունը կա, ու շատ բազմաթիվ ծրագրեր, որը եւս նպաստում է Գյումրու զբոսաշրջության զարգացմանը, սուբվենցիոն ծրագրերը 18 թվականից հետո Գյումրիում 12-13 միլիարդ դրամի սահմաններում սուբվենցիոն ծրագրեր են տեղի ունեցել, որը եւս փողոցաշինություն, այգիներ եւ այլն եւս նպաստում են Գյումրու զբոսաշրջության զարգացման համար։ Նաև դոտացիաները, որով քաղաքապետարանները հնարավորություն ունեն տարբեր ծրագրերով այդ օգտվելով դոտացիաներից զարգացնել զբոսաշրջությունը, ուզում եմ նշել, որ 18 թվականից մինչև 25 թվականը Գյումրուն 22 միլիարդից ավել դոտացիա է տրվել, 18 թվականին Գյումրու դոտացիան 1.9 միլիարդ է եղել, արդեն 26 թվականի բյուջեով 4.5 միլիարդ է, աննախադեպ աճ ունենք։ Ճիշտ է նաև, որ զբոսաշրջիկների քանակը Գյումրիում աննախադեպ աճի են հասել, դա է վկայում նաև տարբեր ենթակառուցվածքների զարգացումը։ Մենք 18 թվականից առաջ չենք էլ պատկերացնում, որ Գյումրիում կարելի է մի քանի միլիոն դոլարով շենք կանել կամ ներդրում անել միլիոնավոր դոլարների հյուրանոցներ կամ զբոսաշրջային ենթակառուցվածքներ կառուցելու համար։ Իրականում այո, աննախադեպ է, նաև կուզեմ նշել կառավարության աջակցման ծրագրերը, նաև դիրքորոշումը կառավարության, օրինակ առողջապահության նախարարության կողմից որոշում կայացվեց, որ բժշկի օրը 25 թվականին նշելու է Գյումրիում մեծ հոսքեր, շատ մեծ միջոցառումներ կազմակերպվել, մեծ հոսքեր բժիշկների կողմից դեպի Գյումրի, այդ օրը շատ հետաքրքիր օր ունեցանք։ Տարբեր միջոցառումներ կան, որոնք 25 թվականին արվել է Գյումրիում ու շարունակվելու է 26-27 թվականներին։ Իշխանություն վերցնելու մի ձև գիտենք, դա լեգիտիմ ընտրություններն են, այլ որևիցե ձև իշխանություն վերցնելու մենք չգիտենք, լսել ենք, բայց ամեն դեպքում չենք օգտագործում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանը։ Դեժավյու եմ ոդս այդ նույն բանը մենք լրագրողները հարցնում էին 2024 թվականին, եթե չեմ սխալվում, Սամվել Պալասանյանի թիմի, Վարդգես Սամսոնյանի թիմի հետ կապված, վերցրեցինք իշխանություն, չվերցրեցինք, չէ, եթե ասում ենք ամեն կնով վերցնել, ամեն կնովը նշանակում է վերցնել, մենք ամեն դեպքում նման գործելավոճ չունենք, ամեն կնով իշխանություն վերցնել, իշխանություն վերցնելով մի կին գիտենք, մենք այդ լեգիտիմ ընտրություններն են, այլ որևիցե ձև իշխանություն վերցնելու մենք չգիտենք, լսել ենք, բայց ամեն դեպքում չենք օգտագործում, ինչ է տեղի ունենում Վարդան Ղուկասյանի կուսակցական գործընկերների հետ, ավականի ցուցակը մեծ է, որովհետեւ մեկին եթե որ հրավիրում են իրավապահ համակարգի ինչ որ խնդիրներ բարձրաբանելու, հաջորդը տեսակ մենք դեպքն ունենք, իմ տեղեկություններով Գևորգ
Ղուգասյանը մանդատը վայր է դրել, հաջորդն է վերցնելու այդտեղ գործընթացը, որը իր հունով գնում է, իրանք իրանց ներսի ներկուսակցական խնդիրներն են լուծում, մեծամասնություն կազմելու բան չկա այդտեղ, ոչ է նպատակա, ոչ էլ պատկերացում է դա ինչ ձևով կարելի է մեծամասնություն կազմել, որովհետև իրանց ավականիները հերթով գալիս իրանք իրանց կանակը լրացնում են, այլ ընդդիմադիր ուժերը եւս իրենց տեղում են ու պնդել, որ մեր իշխանությունները տարբեր կողմերի վրա ուժ են գործադրում, որից ուժ չկա, այդ մարդիկ իրանց համար իրանց աշխատանքին են, կա իրավական գործընթաց, որն էլ կանչում, քննում, հասկանում, շարունակում են իրենց աշխատանքը, իրենց թե ավականիները, թե համայնքապետարանի աշխատողները, առաջի տեղակալն էլ է տեղում, իր աշխատանքն, իր լիազորություններն է կատարում, երկրորդ տեղակալն էլ է տեղում, համայնքապետարանի աշխատակիցներն էլ են տեղում, աշխատակազմի ղեկավարն էլ քաղաքապետարանը իր բնականon հունով աշխատում է, ինչքան որ հնարավոր է, ինչքան որ կարողանում է։ Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն, հասարակական կազմակերպությունը եւ Բարսելոնայի միջազգային հարաբերությունների կենտրոնը կազմակերպել են միջազգային լրագրողների եւ փորձագետների այց Հայաստան։ Այդ այցի շրջանակում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ազգային ժողովում հանդիպել է ծրագրի մասնակիցներին, հարց ու պատասխանի ձևաչափով տեղի ունեցած քննարկումների ժամանակ ազգային ժողովի նախագահը պատասխանել է խորհրդարանական դիվանագիտությանը, Հայաստանի ներքին քաղաքականությանը, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վերաբերող մի շարք հարցերի։ Հոկտեմբերի 30-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի եւ կոմիտեի ղեկավար կազմի հետ այցելել է Հանրապետության հարավ-արևելյան սահմանագոտի, հետևել ամրաշինական եւ ինժեներական աշխատանքների ընթացքին։ Այնուհետև նախարար Պապիկյանն ու քննչական կոմիտեի նախագահ Պողոսյանն այցելել են բանակային դիրքեր, զրուցել հերթապահություն իրականացնող անձնակազմի հետ։ Բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք զինծառայողների Պաշտպանության նախարարն ու քննչական կոմիտեի նախագահը պարգևատրել են շնորհակալագրերով եւ արժեքավոր նվերներով։ Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Զրահամեքենան հաճախ երկաթե նժույգ են անվանում, տպավորիչ է ինչ խոսք, սակայն այս հսկան անգամ գերազանց արդյունք ցուցաբերում է միայն այն դեպքում, երբ տանկի անձնակազմում իրենց գործի գիտակ իսկական պրոֆեսիոնալներ են, նշանառու օպերատորը, մեխանիկ վարորդն ու անխոս տանկի հրամանատարը։ Տանկի հրամանատարը խնդիր կատարելիս զորավարժանքների, շքերթների ժամանակ եւ նյութական մասի տեխնիկական ապահովման ընթացքում ղեկավարում է անձնակազմի գործողությունները։ Նշանառու օպերատորը կրակ է վարում հայտնաբերված թիրախների ուղղությամբ կամ հրամանատարի ցուցումով։ Նա պետք է կարողանա հաշվարկված եւ դիպուկ կրակ բացել դեպի հայտնաբերված նշանակետերը։ Իմ պարտականություններից մեկն է սեզոնային աշխատանքների ժամանակ սպասարկել իմ տեխնիկայի զինամթերքը, արկերը, լիցքերը, փամփուշտները։ Մեխանիկ վարորդը ենթարկվում է տանկի հրամանատարին եւ պատասխանատու է մարտական մեքենայի տեխնիկական վիճակի համար։ Պետք է կարողանա ցանկացած պայմաններում եւ տարբեր իրավիճակներում հմտորեն տեղաշարժել տանկը, վարպետորեն հաղթահարել հնարավոր արգելքները, տարածքի դժվարամատչելի հատվածները։ Նա պետք է նշանառու օպերատորին ապահովի կրակի համար առավել հարմար պայմաններ ու դիրք եւ այլն։ Նրանք բոլորն էլ տանկիստ են համարվում, բայց եւ այնպես յուրաքանչյուրն ունի հստակ պարտականություններ եւ կոչված է հստակ գործողություններ կատարելու։ Այժմ կատարում ենք գլդոնների սպասարկում, որը իր մեջ ներառում է հատուկ յուղի եւ հատուկ ներարկիչի միջոցով ներարկումը դեպի գլդոններ, ինչպես նաեւ կատարելու ենք սպասարկում տանող եւ պահող անիվների։
Ես մեխանիկ վարորդն եմ, իմ պարտականությունն է տեխնիկան հմտորեն վարել, որպեսզի անձնակազմը կարողանա իր խնդիրը ճշգրիտ կատարի։ Թրթուրավոր զրահատեխնիկան անկախ տեսակից պահանջում է մշտական ուշադրություն ու խնամք։ Հատկապես վարժական ելքից առաջ հրամանատարը պարտավոր է ստուգել եւ համոզվել, որ մեքենան սարքին է եւ կարող է կատարել առաջադրանքը։ Այժմ ընթանում են սեզոնային սպասարկման աշխատանքներ, մեր մեխանիկ Արտյոմը մաքրում է յուղի կոշտ եւ նուրբ ֆիլտրերը։ Այս ամենը կենսական նշանակություն ունի մեր տեխնիկայի համար, քանզի մաքուր յուղը, որը հասցում է շարժիչին, տեխնիկայի անխափան աշխատանքի գրավականն է։ Տանկի հետ առաջին ծանոթությունը հակասական հույզերով ուղեկցվող ապրում է, շփոթմունքի, ինչու ոչ, նաև վախի զգացումով է համակվում։ Իսկ հետո արդեն ավելի փորձառու տանկիստներին զրահամեքենայի արձակած հռնդյունը միմիայն ինքնավստահություն է հաղորդում։ Տանկը մեր ընկերն է, էլի։ Իր այդ պիտի կոպիտ վարվես, որ ինքը լավ աշխատի։ Հատկապես վարժադաշտում մանյովրող տասնյակ տոննաներ կշռող հրասայլն առաջին հայացքից ադրենալինի մեծ չափաբաժին ու սուր զգացողություններ է հաղորդում, բայց ինչպես տանկիստներն են սիրում կատակել, սևագործ աշխատանք է։ Երկաթե նժույգը սանձին պահելու համար գործիդ գիտակն ու նվիրյալը պետք է լինես։ Հարցս ու առաջարկս հետևյալն է։ Հարց, առաջարկ, մտահոգություն հարցնում է քաղաքացին հաղորդաշարը շարունակում է ընդունել տեսազանգեր Հայաստանի քաղաքացիներից, Սփյուռքի հայրենակիցներից, հերթական արդեն 6-րդ հարց ու պատասխանը եթերում տնտեսական թեմաներով էր։ Ցանկացած ֆորմատ, որը հաղորդակցություն է ստեղծում պաշտոնյայի եւ քաղաքացու միջև, ընդունելի է։ Էկոնոմիկայի նախարարի դիտարկումն է եթերից առաջ։ Կլինի շփում քաղաքացու հետ սոցհարթակներում, այցերի ժամանակ կամ հանդիպումներ նախարարությունում հասանելի է բոլոր տարբերակներով։ Հանրային հարց ու պատասխանի ֆորմատն էլ լրացուցիչ հարթակ է համարում, որոշ առումով առանձնահատուկ։ Հարցեր ինձ ամեն օր տալիս են 50 եւ ավելի եւ ստանում են քաղաքացիները 50 եւ ավելի պատասխաններ։ Այս ֆորմատի առանձնահատկությունն է, որ այդ հարց ու պատասխանին ներկա է ժողովուրդը, հանրությունը, այսինքն հարցը հնչեց, նմանատիպ հարց ունեցող բոլոր քաղաքացիների հարցին են ըստ էության սրանով պատասխանում։ Ոլորտը տարողունակ է, ուղղությունները շատ, գյուղատնտեսությունից մինչև զբոսաշրջություն, ներդրումներ, հաղորդման կազմակերպիչները քաղաքացիներից հարցեր են ստացել գրեթե բոլոր թեմաներով։ Եթերում հնչել են այն հարցերը, որոնց պատասխանները կարող են ուղղորդող դառնալ հանրային լսարանից շատերի համար, չներառված հարցերն էլ անպատասխան չեն մնա։ Յուրաքանչյուր հաղորդաշարի կամ հաղորդման նկարանումից հետո մենք ստանում ենք տարատեսակ նամակներ, հարցեր, զանգեր, թե ինչու մեր հարցը չի ներառվել հաղորդման մեջ, տեղեկացնեմ, որ բոլոր հարցերը մեր ուշադրության կենտրոնում են։ Գրեթե կես տարի առաջ մեկնարկած ամիսը 1 պարբերականությամբ եթեր գնացող հաղորդաշարն արդեն հասցրել է հարցեր, առաջարկներ հավաքագրել ամենատարբեր ոլորտներից, առողջապահությունից մինչև կրթություն, տարածքային կառավարում, արդարադատություն, մինչև նոր խնդիրների հետաքրքրող հարցերի կանդրադառնան նոր գերատեսչություններ, բարձրաձայնվածներն են ընթացիկ լուծվում։ Այսօր մեծ ուրախությամբ կարող ենք նշել, որ տարատեսակ հարցեր բնականաբար ստանում են իրենց լուծումները։ Եվ շնորհակալական նամակներ ենք ստանում, եւ ինչու ոչ նաեւ բողոքներ ենք ստանում, որ համապատասխան խնդիրների լուծումը ինքնին ուշանում է, պետք է որոշակի իմաստով համբերություն դրսևորել։ Այս հաղորդումը ոչ միայն ֆորմատ է քաղաքացիների հետ ուղիղ երկխոսության, այլ նաեւ ֆորմատ է, որը հստակ ցույց է տալիս արկա խնդիրները, առաջարկները եւ միտված է դեպի դրանց լուծմանը։ Թե որ ոլորտին վերաբերող հարցեր են ընդունելու քաղաքացիներից հաջորդ ամիս եւ ովքեր են լինելու պատասխանող կողմի պաշտոնյաները, հաղորդաշարի կազմակերպիչները յուրաքանչյուր եթերից մոտ 2 շաբաթ առաջ իրազեկում են ամենատարբեր հարթակներով՝ սոցցանցեր, հեռուստատեսություն, ռադիո։ Այդուհանդերձ քիչ չեն դեպքերը, երբ դիցուք հանդիպումը էկոնոմիկայի ոլորտի ներկայացուցիչների հետ է, բայց հարցեր են ստանում կրթականից։ Քանի որ յուրաքանչյուր գերատեսչական ուղղվածությամբ հաղորդաշարի ֆորմատով մեկ անգամ է հարց ու պատասխան նախաձեռնվում, կարևոր է, որ քաղաքացիները հետևողական լինեն եւ իրենց ուզող հարցերը ճիշտ հասցեականացնեն, բաց չթողնելով ընձեռված հնարավորությունը։ Շնորհակալություն։ Բարև ձեզ։ Ինչպես եք, Տիկին Աստղիկ։ Պացիենտը 77 տարեկան կին տեղափոխվել է մեզ մոտ 3 օր առաջ սուր զարգացած գանգատներով, դեմքի թեքվածությամբ, խոսքի խանգարմամբ, ձախ վերջույթների թուլությամբ։ Ճիշտն ասած, հարցս մի քիչ բանիկյոր է։ Հենց տեսա բերանից խոսակցականից տարօրինակությունը զգաց մի քիչ, վայ ասում, սկորից սպասես անգել։
Թեպետ դժգոհում է տան անդամների խոճապից, բայց հենց նրանց արագ արձագանքի շնորհիվ է, որ տիկին Աստղիկն այսօր ողջ է։ Շատ լավ։ Մենք անմիջապես արեցինք MRT հետազոտություն եւ դեպքը հետաքրքրական է ինչը, որ տեսանք կրկնակի կաթված, այսինքն 3 օրվա վաղեմության սուր կաթվածի զոնա ուղեղիկի ձախ կիսագնդում եւ սրագույն կաթված բավական տարածում զոնա ուղեղի աջ կիսագնդում եւ ունենք ուղեղը սնուցող 2 խոշոր զարկերակների խցանում։ Անվիճակում եմ եկել, բայց հիմա շատ լավ եմ։ Ներկայումս պացիենտի վիճակը զգալի լավ է, հուսով եմ, որ պացիենտը դուրս կգրվի մոտ ապագայում 0 նյարդաբանական դեֆիցիտով։ Ամեն 40 վայրկյանը մեկ աշխարհում 1 մարդ գլխուղեղի կաթված է ստանում։ Իսկ ԱՀԿ-ի տվյալներով տարեկան 5 միլիոն դեպք ավարտվում է հաշմանդամությամբ։ Սկսած 2019-ից այդ հաշմող վիճակագրության դեմ պայքարը Հայաստանում դարձել է պետական առաջնահերթություն։ Կաթվածի բուժման ազգային ծրագրի ամենաառանցքային կետերից մեկը դա ժամանակին բուժօգնության տրամադրումն է եւ ճուշացնելը, ինչու որովհետեւ յուրաքանչյուր վայրկյան է Եվրոպեն, դա գլխուղեղի առողջությունը եւ գլխուղեղի հյուսվածքի կորուստ է, որքան ուշանում է պացիենտի բուժօգնությունը, այնքան արդյունքները բնականաբար ավելի վատ է եւ չափազանց կարեւոր է հնարավորինս շուտ հասնել մոտակա կաթվածի կենտրոն եւ հնարավորինս շուտ ստանալ համապատասխան մասնագիտացված բուժօգնություն։ Գլխուղեղի սուր եւ ենթասուր իշեմիկ կաթվածի բուժման ծրագիրը գործում է Հայաստանի 6 բժշկական կենտրոններում։ Երևանում Էրեբունի բժշկական կենտրոն, Հերացի թիվ 1 հիվանդանոցային համալիր, Աստղիկ բժշկական կենտրոն, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, Մարզերում Գյումրու բժշկական կենտրոն եւ Վանաձորի բժշկական կենտրոն թրոմբոլիտիկ բուժման իրականացմամբ։ Պետք է նշել, որ ծրագիրը ամբողջապես պետական բյուջեի հաշվին է արվում եւ կաթվածի պետական ծրագրի մեջ մտնող հիվանդները ոչինչ չեն վճարում այդ թանկարժեք բուժումների համար։ Դա նույնպես շատ կարեւոր է, որպեսզի այդ թանկարժեք եւ կարեւոր բուժումները հասանելի դարձնենք մեր բնակչության համար։ Ծրագրի մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ բուժօգնություն է ստացել շուրջ 4000 պացիենտ։ Եթե տարիներ առաջ գլխուղեղի կաթվածի թիրախը համարվում էր 65+ տարիքը, ապա այսօր բավական մեծ է կաթվածի կենտրոնում հայտնված երիտասարդների թիվը։ Նյարդավիրաբուժության, մասնապես էնդովասկուլար նյարդավիրաբուժության դերակատարումը կաթվածի ծրագրում կայանում է նրան, որ իրականացում է տրոմբի մեխանիկական հեռացման վիրահատություն, որը կոչվում է տրոմբեկտոմիա։ Տարատեսակ մեթոդներով երկու հիմնական խումբ կա մեթոդների՝ ասպիրացիոն, այսինքն արտադրության եղանակով եւ հատուկ գործիքով stent retriever-ի միջոցով տրոմբի մեխանիկական հեռացում։ Կատարվում է հիմնականում տրոմբեկտոմիաները խոշոր զարկերակների խցանման պարագայում, միջին ուղեղային, առաջային, երկինքնային եւ այլ խոշոր զարկերակների դեպքում եւ կա խցանված զարկերակ, կատարվում է մեխանիկական հեռացում այդ զարկերակներից, որը նպաստում է վերականգնմանը, այսինքն նվազեցնում է նաեւ մահացություն եւ հաշմանդամության տոկոսները։ Այսուհետ կաթվածի յուրաքանչյուր դեպք ունի նաև իր թվային հետքը։ Բուժման որակը բարելավելու, ռիսկերը գնահատելու եւ ծրագիրն առավել արդյունավետ դարձնելու նպատակով գործարկվել է կաթվածի պետական ռեգիստրը։ Այս տարվա հունիսի 1-ից մենք արդեն գործարկեցինք կաթվածի պետական ռեգիստրը։ Դա մեծ հնարավորություններ կտա կոռեկցիա անել, կարգավորել կաթվածի դեմ մեր պայքարը եւ ունենալ ավելի մանրակրկիտ տվյալներ։ Օպերատիվ եւ մատչելի բուժծառայությունները Հայաստանում շարունակելու են ընդլայնվել, օգնելով փրկել կյանքեր եւ կանխել հաշմանդամությունը։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Սլավյանսկի ջեկին, ինչի հետևանքով կան զոհեր եւ վիրավորներ։ Սումիի շրջանում թիրախավորվել են բնակելի կառույցներ, հրդեհ է բռնկվել։ Վիրավորվել է 11 մարդ, այդ թվում 4 երեխա։ Նաեւ հարվածներ են հասցվել Սումիի եւ Խարկովի մարզերի երկաթուղային ենթակառուցվածքներին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է գիշերը ուկրաինական 130 անօդաչու թռչող ծարգ խոցելու մասին։ Տեղեկություններ կան, որ Օրյոլու ՄԱԹՍ-ների բեկորների անկման հետևանքով տեղական ջերմաէլեկտրակայանի տարածքում սարքավորումներ են վնասվել։ Որոշ շրջաններում ջեռուցման եւ տաք ջրի մատակարարումը սահմանափակվել է։ Վլադիմիրում եւ Յարոսլավլում նույնպես էներգետիկ օբյեկտներ են տուժել։
Համասը Կարմիր խաչի միջոցով Իսրայելին է փոխանցել ևս 2 պատանդի աճյուն Իսրայելի վարչապետի գրասենյակի տվյալով առաջիկայում դատաբժշկական նույնականացում կիրականացվի։ Հոկտեմբերի 10-ին հրադադարն ուժի մեջ մտնելուց հետո Համասը Իսրայելին է վերադարձրել 15 պատանդի աճյուն։ Պաղեստինյան շարժման մոտ է մնում ևս 13 մարմին։ Վաշինգտոնից նախազգուշացնում են, եթե Համասը չվերադարձնի պատանդների աճյունները եւ խախտի զինադադարի գործարքը, Իսրայելը կվերսկսի ռազմական գործողությունները։ Իսրայելի վարչապետն էլ հույս է հայտնել, որ Համասի անդամները կհամաձայնեն խաղաղ ճանապարհով հանձնել զենքերը։ Բենյամին Նեթանյահուն պնդել է, ապա ռազմականացումից հետո հարկավոր է ապահովել, որ Գազայում չլինեն զենքի գործարաններ, իսկ մաքսանենգությունն արմատախիլ արվի։ Աֆղանստանը եւ Պակիստանը Թուրքիայի եւ Կատարի միջնորդությամբ համաձայնել են հրադադարի ռեժիմը երկարաձգելու մասին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության տվյալով 4 երկրի ներկայացուցիչների հանդիպումները տեղի են ունեցել Ստամբուլում հոկտեմբերի 25-ից 30-ը։ Հայտարարության մեջ նշվում է, որ հրադադարի պահպանման մանրամասները կքննարկվեն եւ կհաստատվեն նոյեմբերի 6-ին Ստամբուլում նախատեսված բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։ Կողմերը կստեղծեն մոնիթորինգի մեխանիզմ, որը թույլ կտա պահպանել խաղաղությունը եւ անհրաժեշտության դեպքում պատժամիջոցներ կիրառել հրադադարը խախտած կողմի նկատմամբ։ Ավելի վաղ Պակիստանը եւ Աֆղանստանը սահմանային բախումներից հետո պայմանավորվել էին երկարաձգել հոկտեմբերի 15-ին ձեռք բերված 48-ժամյա հրադադարը։ Հաղորդվում է երկու կողմից զոհերի մասին, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ Պակիստանը մեղադրում էր թալիբներին Իսլամաբադի համար անցանկալի զինված խմբավորումներին Աֆղանստանում տեղ տալու համար։ Թալիբներն էլ հորդորել էին Պակիստանին կառուցողական երկխոսություն վարել։ Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգը եւ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեքսեթը ռազմական երկկողմ գործակցության 10-ամյա համաձայնագիր են ստորագրել։ Պենտագոնի ղեկավարը գոհունակություն է հայտնել, որ Նյու Դելին եւ Վաշինգտոնը բարելավում են համատեղ համակարգումը, տեղեկատվության փոխանակումը եւ տեխնիկական գործակցությունը։ Մեր երկրների միջև ռազմական կապերը դեռ երբեք այսքան ուժեղ չեն եղել, սա նպաստում է տարածաշրջանում կայունությանը եւ զսպման մեխանիզմների բարելավմանը, շեշտել է Հեքսեթը։ Նաեւ հայտնի է դարձել, որ Միացյալ Նահանգները Հնդկաստանի համար 6 ամսով չեղարկել է իրանական Չաբահար նավահանգստից օգտվելու համար ավելի վաղ սահմանված պատժամիջոցները։ Հոկտեմբերի 29-ին մեկնարկած նախագահի ընտրության ֆոնին Տանզանիայում զանգվածային ցույցեր են։ Ընդդիմությունը մեղադրում է գործող նախագահ Սամիա Սուլուհուին իր երկու հիմնական հակառակորդների իրավունքները ոտնահարելու եւ ընտրությունների արդյունքները կեղծելու փորձերի համար։ Ոստիկանների եւ քաղաքացիների միջև բախումներ են եղել, իրավապահներն արցունքաբեր գազ եւ զենք են օգտագործել ցուցարարներին ցրելու համար։ Տեղեկություններ կան զոհերի մասին։ Տանզանիայի ամենամեծ Դար es Սալամ քաղաքում պարետային ժամ է հայտարարվել։ Reuters-ի տեղեկությամբ երկրի տարբեր մասերում անջատվել է համացանցը։ Տանզանիայի մի շարք շրջաններ, այդ թվում մայրաքաղաք, զինվորական ստորաբաժանումներ են ուղարկվել։ Ծովի մակարդակից ավելի քան 2000 մետր բարձրությունից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տեխնիկայի տեղաշարժն այս անգամ զննում են Գորիսի պետական համալսարանի ուսանողները։ Բուհի նախաձեռնությամբ են ճանաչողական այցով ձեռնարկություն եկել։ Ապագա տնտեսագետ Ալինան մասնագիտական աչքով է շուրջը նայում, մանրակրկիտ հետևում, հարցեր տալիս, որ հետագայում նախագծային աշխատանքներում հանքարդյունաբերական ձեռնարկությանը որպես օրինակ դիտարկի։ Կարող ենք դիտարկել, թե շուկայում կոմբինատը ինչ դեր ունի, ինչքան եկամուտ ունի, ինչ ռեսուրսներ է օգտագործում ինքը կոմբինատը իր ընդհանուր գործունեության ընթացքում եւ ընդհանուր ժողովրդին կամ թեկուզ հենց տարածաշրջանին Հայաստանի Հանրապետությանը ինչ ռեսուրսներով այնքը կոմբինատը ապահովում։ Գաղտնիք չէ, մարզի թիվ 1 խոշորագույն ձեռնարկությունում աշխատում են նաև բազմաթիվ գորիսեցիներ եւ զբաղվածության ապահովման առումով Քաջարանից ու Կապանից հետո Գորիսը երրորդն է։ Բարձր վարձատրությունն ու հեռանկարային աշխատանքն են ստիպում ընտանիքով տեղափոխվել, ինչու՞ չէ նաև վերաբնակեցվել Կապանում կամ Քաջարանում։ Այն, որ ինքը մեծ աշխատատեղեր ունի, ինքը շատ մարդու ապահովում Քաջարանում, այսինքն թե նույնպես մենք ունենք շատ քաղաքացիներ Գորիսից, որ Քաջարանում են ապրում, աշխատում այստեղ ու բնականաբար այստեղ աշխատելով այստեղ ընտանիք են ձևավորում, իրանց ծերունդներն են արդեն մնում Քաջարանում ու եթե չկենտրոնանամ կոնկրետ պղնձամոլիբդենային կոմբինատի հենց վրա, այսինքն ինքը մեծ աշխատատեղ է ու եթե նման մասշտաբային ինչ-որ բան արվի Գորիսում, Գորիսի համար մեծ քանակությամբ քաղաքացիներ կմնան Գորիսում կապրեն, կաշխատեն։ Ես օրինակ չգիտեի կոնկրետ տեղ ինչ է կատարում, գիտեմ, որ ինքը իմ կարծիքով փոքր գործարան էր, բայց հիմա ապշած եմ իրականում այս քան տեսներով։ Ու ինձ թվում է, որ հենց նման կոմբինատներ նաև Գորիսում, էլի ինքը շատ լավ աշխատանքի համար լավ հնարավորություն է։
Գորիսի պետական համալսարանի ուսանողները այցելեցին նաև հարստացուցիչ ֆաբրիկա։ Հանքաքարի մշակման գործընթացը փուլ առ փուլ ներկայացվեց տեղում, թե ինչ մեթոդներ են կիրառվում ժամանակակից հանքարդյունաբերության մեջ ու թե որքան կարևոր է անվտանգության կանոնների պահպանումը աշխատանքում։ Այցից տպավորված են ԲՈՒՀ ձեռնարկությունից համագործակցության ակնկալիքներ ունի, նշում է ռեկտորը։ Ես վստահ եմ, որ այս այցը լավ նախադրյալներ է ստեղծում հետագա համագործակցությունը զարգացնելու համար Գորիսի պետական համալսարանի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջև։ Ճանաչողական այցերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում պարբերական են, ձեռնարկությունը շարունակում է մնալ ԲՈՒՀ-երի ուշադրության կենտրոնում։ Հոկտեմբերի 14-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ նախորդ երեկոյան մայրաքաղաքի Ամիրյան փողոցում գտնվող հյուրանոցում թողել են նկարահանման տեխնիկա, իսկ առավոտյան նկատել են, որ այն անհետացել է։ Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ խոշոր չափերով գողության հատկանիշներով։ Համայնքային ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ 42-ամյա մի տղամարդ։ Հետագա միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 16-ին նա հայտնաբերվել է Մայրաքաղաքի Շերամի փողոցի տներից մեկում, ժամը 11:30-ին ձերբակալվել ու տեղափոխվել բաժին։ Տղամարդը ներկայացրել է գողացված տեսախցիկն իր պարագաներով։ Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ավտոմեքենաներից գողությունների վերաբերյալ առաջին հաղորդումները համայնքային ոստիկանության Հավանի բաժնում ստացվեցին հոկտեմբերի 10-ին։ Գողացել էին Մայրաքաղաքի Ծարավ աղբյուրի փողոցում կայանված Lexus եւ Chevrolet Magnishi ավտոմեքենաների գողային հայլիների ապակիները։ Մինչ համայնքային ոստիկանները ձեռնարկում էին դեպքերը բացահայտելուն ուղղված օպերատիվ հետախուզական միջոցառումներ, հոկտեմբերի 15-ին եւ 20-ին ստացվեցին նոր հաղորդումներ նույն տեղից կատարված նմանատիպ մեկական գողությունների վերաբերյալ։ Հավան եւ Նոր վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում միջոցառումները շարունակվեցին եւ դրական արդյունքի հասան հոկտեմբերի 29-ին։ Հավան առնջի բնակիչ 33-ամյա տղամարդն իր տանը հայտնաբերվեց եւ հիշյալ գողությունները կատարելու կասկածանքով ձերբակալվեց։ Նույն օրը կատարված քննչական փորձարարության ժամանակ Ծարավ աղբյուրի փողոցի հարակից տարածքներից նա ներկայացրեց գողոնի մի մասը։ Դատարանի որոշմամբ 33-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Ձեռնարկում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է։